Բարի երեկո։ Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագը ընդունեց 101 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թուրքիայի արձագանքը նյարդային էր։ Գերմանիան պատասխանեց սառնասրտորեն։ Կանցլեր Մերկելը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ընդունի եվրոպական արժեքները։ Այս ձևակերպումը մի քանի շերտեր ունի։ Հասկանալի է, որ Գերմանիան առաջնորդվել է իր շահերով, բայց այսօր դրա ժամանակը չէ։ Ոչ էլ ենթադրությունների հարկ կա։ Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը կարևորում է երկու զուտ քաղաքական հանգամանքով։ Ցեղասպանությունից հետո անցած 100 տարում Գերմանիայի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը միշտ վերապահ է եղել։ Այդ երկիրը մեր պատկերացումներում հիմնականում ընկալվել է որպես Թուրքիայի դաշնակից ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմում, այլև առհասարակ։ Բունդեսդագի բանաձևը երևի առաջին հերթին ճանապարհ է բացում, որ մենք հաղթահարենք այդ բարդույթը։ Գերմանիան խոստովանեց մեղքի իր բաժինը։ Մենք պետք է ընդառաջ քայլեր ձեռնարկենք։ Քաղաքակրթական երկրորդ արժեքն այն է, որ ցեղասպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներից մեկը Բունդեստագի թուրք պատգամավոր է։ Քվեարկությանը մասնակցած բոլոր թուրք պատգամավորները կողմ են արտահայտվել։ Գերմանիան 3.5 միլիոն թուրք բնակչություն ունի։ Թուրք-գերմանական հարաբերություններում այս գործոնը մշտապես առկա էր։ Թուրքիան չէր պատկերացնում, որ Գերմանիան կանտեսի այդ հանգամանքը, մանավանդ որ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնում։ Իսկ 3.5 միլիոն թուրքերի քվեն ցանկացած կուսակցության համար կարող է վճռական լինել։ Քաղաքական ինչ հաշվարկ է արել կանցլեր Մերկելը, թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Բունդեսթագի բանաձևի դեմ գերմանաբնակ թուրքերը բողոքի որևէ ակցիա չեն իրականացրել։ Այդ մասին միջազգային լրահոսքերում տեղեկություններ գոնե այս պահին չեն տարածվել։ Կարելի է ասել, որ Գերմանիայի ամենալուրջ ձեռքբերումը դա է, երբ խորհրդարանը հաստատում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, իսկ երկրի թուրքական մեծաթիվ համայնքը դրա դեմ չի բողոքում։ Եթե Գերմանիան լիներ բռնապետություն, ապա երևույթը ուշադրության երևի չարժանանար, բայց Գերմանիան ժողովրդական պետություն է։ Թուրքերը կարող էին ընդդիմանալ։ Նրանք այդ քայլին չեն դիմել։ Այստեղից բխում է երկրորդ եզրահանգումը։ Գերմանիային հաջողվել է ազգությամբ թուրք քաղաքացիներին ադապտացնել եվրոպական համամարտկային արժեքներին։ Պատկերավոր ասած, այդ երկիրը 3.5 միլիոն թուրքերի եւ նրանց սերունդներին փրկել է հայերի հանդեպ ատելության բեռից։ Իր թուրք քաղաքացիներին փրկելով քսենոֆոբիայից Գերմանիան Թուրքիային զրկել է Եվրոպայում ներքին Թուրքիա կառուցելու եւ նրա միջոցով իր ժխտողական նեոօսմանական քաղաքականությունը վարելու հնարավորությունից։ Արդեն գաղտնիք չէ, որ Թուրքիայի իշխող ռեժիմը խնդիր էր դրել ազդեցության դեմոգրաֆիկ միջոցներով եվրոպական երկրներին հստակ նպատակներ պարտադրել։ Բունդեստագի բանաձևը միանշանակորեն փակեց այդ հնարավորությունը։ Գերմանաբնակ թուրքերի կեցվածքը նաև ոչ ակտուալ է դարձրել Թուրքիայի իշխանությունների պնդումը, որ ցեղասպանության ճանաչումը վիրավորանք է թուրք ժողովրդին։ Եթե Գերմանիայի 3.5 միլիոն թուրք քաղաքացիները չեն վիրավորվել Բունդեստագի բանաձևից, ուրեմն ինչու պիտի Թուրքիայի թուրք ժողովրդի համար դա վիրավորական լինի։ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն այսպիսով իշխող ռեժիմի խնդիրն է, ոչ թե թուրք ժողովրդի։ Թուրքիան պիտի ընդունի եվրոպական արժեքները, պնդում է Գերմանիայի կանցլերը։ Թուրքիան այսինքն պետք է դառնա ազատ երկիր, որտեղ քաղաքացիները կաշկանդված չեն լինի թուրքական ինքնությունը վիրավորելու համար քրեական պատասխանատվությամբ։ Այդ դեպքում թուրք ժողովուրդը պատմության հետ ազատ առերեսվելու եւ քսենոֆոբիայի բեռից ազատվելու հնարավորություն կունենա։ Թուրքիայի ժողովրդավարացումը այսպիսով ընդգծում է որպես համաեվրոպական առաջնահերթություն։ Գերմանիան Թուրքիայի առջև բացել է այդ հնարավորությունը։ Բունդեսթագի բանաձևի քաղաքակրթական մյուս նշանակությունը արդեն բուն Թուրքիայում է։ Այդ երկրի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը ողջունել է Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Քրդերն իհարկե սեփական շահն ունեն, բայց եթե քրդերի այսօրվա սերունդները ընդունում են հայոց ցեղասպանության մեջ իրենց նախկինների մեղքի բաժինը եւ այդ մասին հայտարարում, ուրեմն թուրքական հասարակության մաս կազմող գրեթե 20 միլիոն քրդերը նույնպես ընտրել են ապաշխարության ճանապարհը։ Բունդեսթագի բանաձևի առթիվ Անկարայի կեցվածքին լիովին ադեկվատ էր Ադրբեջանի պաշտոնական արձագանքը։ Հակառակորդի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որոշակի կեցվածք դրսևորեց նաև ռեժիմի պարագլուխ Ալիևը, բայց դա ընդհանրապես ցուցադրանք էր։
Պաշտոնական Բաքուն Գերմանիայի հետ հարաբերությունների վերանայման ոչ մի քայլ չկատարեց։ Օրվա վերլուծականներից մեկում կարծիքի հայտնել, որ եթե Ալիևը չեղյալ հայտարարի հունիսի 7-ին Գերմանիա նախատեսած այցը, ապա կնշանակի, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրոք մեկ ազգ երկու պետություն են։ Այսօր արդեն հայտնի է, որ Ալիևը կայցելի Բերլին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները կանցլեր Մերկելի եւ արտգործնախարար Շտայնմայերի հետ։ Այդ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։ Գերմանիան ընթացիկ տարում ԵԱՀԿ նախագահող երկիրն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումից հետո տեղեկատվություն տարածվեց, որ Գերմանիան է մշակում զորքերի շփման գծում զինադադարի վերահսկման միջոցառումները։ Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Նրանց է ներկայացվել զինադադարի ամրապնդման եւ վերահսկման մեխանիզմների ներդրման առաջարկությունների փաթեթ։ Ալիևը հավանաբար Գերմանիայի կանցլերի եւ արտգործնախարարի հետ կքննարկի այդ փաթեթը։ Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչվեց մի փուլում, երբ միջազգային միջնորդությունը Ղարաբաղ-ադրբեջանական զորքերի շփման գծում զինադադարը ամրապնդելու եւ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու առաջնահերթություն է սահմանել։ Հայկական կողմից բազմիցս է ընդգծվել, որ Արցախում լուծվում է ոչ թե տարածքային էքսպանսիայի, այլ հայ բնակչության ցեղասպանությունը կանխարգելելու, նրա անվտանգությունը եւ քաղաքական ազատ ընտրությունը երաշխավորելու հարց։ Ցեղասպանության ճանաչումը գոնե քաղաքակրթական հարթությունում նշանակում է Արցախի ինքնորոշման ճանաչում։ Գերմանիան որպես ԵԱՀԿ նախագահող եւ Մինսկի խմբի անդամ երկիր, որի հետ մեծ հույսեր էր կապում Ադրբեջանը, միացավ ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող երկրներին։ Եկել է իրողությունները քաղաքական եւ իրավական կապիտալացման տանելու ժամանակը։